Ձեզ համար տպավորիչ է, որ Արցախի կորստից հետո Նիկոլ Փաշինյանը մնաց վարչապետ։ Ըստ օրենքի չպետք է մնար միջազգային ելքերին նայելով, չպետք է մնար, դե որ մնացել է։ Բայց տպավորիչ է դա ձեզ համար։ Դե ինքը չպետք է մնար։ Նայելով մյուս քաղաքական ուժերին երկրում տեղի ունեցող, բոլորն էլ հրաժարվում են պարտությունից հետո։ Պետք է չաշխատեր, այո։ Ճիշտ ասած այդ հարցերով չեմ հետաքրքրվում։ Չեմ պատասխանի։ Ես ծանծնված հարց եք տալիս։ Կներեք, ես տեղացի չեմ, այստեղ չեմ ապրում, չեմ կարող ոչինչ ասել այդ հարցով։ Ոչ, պետք մնալու չինա, նա այդ անձնավոր չի կարող դրսինի, որտև այդ աշխարհում մեր Հայաստանը չի սազում տենց բան, պետք չէ։ Շատ լավ է, պետք է ավելի մնա, Արցախը կորուստը տվել է, դաշնակները, պետք է Նիկոլը մնա, Քոչարյանը պետք է չգա։ 36 տարեկան էի, որ Ղարաբաղյան շարժումը սկսվեց։ Ես էլ էի գոռում, միացում, բայց չէի իմանում, խաբում են։ Հիմա 73 տարեկան եմ, ասում են էլի բերեք գոռանք միացում, նորից գանք։ Չեմ ուզում գան։ Այն Ղարաբաղյան ղերնախավն է, որ ընդ նստած է, լավ է, որ ընդ է նստած, որովհետև որ գային ստե, մեր Նիկոլը դրանց չէր նստեցնելու։ Իմացար, մերն է Նիկոլը, բայց փալասը, մեր փալասն է, ես էլի իրան եմ ընդրելու, որ Քոչարյանը հանգարտ չգա, Կարիճ Քոչարյանը գնաց։ Ձեզ համար տպավորիչ է, որ Արցախի կորստից հետո Նիկոլ Փաշինյանը մնաց վարչապետ։ Անկեղծ ասած այդ մասին ընդհանրապես չեմ ուզում խոսալ, որովհետև հիասթափությունը շատ մեծ է, շատ։ Իրանից շատ լավ սպասելիքներ ունեինք, բայց ցավոք չարդարացրեց։ Ավելի ես քաղաքականությունից հեռու եմ։ Չեմ ուզում պատասխանում։ Խնդրում ենք ինձ քաղաքականությունից հարց մի տվեք։ Գիտեք, ինձ համար այն որ ասում դա լամպաչկի։ Գնացինք։ Շատ վատ է։ Ինչ բաներ կասեմ չեմ ուզում։ Անհասկանալի է ինձ համար։ Եվ վիրավորական։ Էլի բառեր կարող եմ ասել, բայց բավական է։ Ավելի լավ է հարցրել։ Ավելի լավ է չպատասխանենք։ Իհարկե ոչ։ Չպետք է մնար, ինչը, այդքան բան։ Ոչ, տպավորիչ։ Չես ասում։ Ճիշտ ասած, ես շատ գաղափար չունեմ, չեմ հասկանում տենց բաներ, բայց համենայն դեպս ինձ թվում է, որ ոչ մեկը գոչի, չէ, Փաշինյանից։ Այդքան մի բան էլի, ես ճիշտ ասած պոլիտիկայի հետ շատ չեմ զբաղվում, բայց ինչ որ ընդհանուր ժողովուրդը որ խոսում է, գոչ չեն էլի ինչ որ Փաշինյանից։ Կարամ մենակ այդքան բան ասեմ։ Իսկ ձեր կարծիքով պետք է շարունակեր Արցախի կորստից հետո ղեկավարել վարչապետի պաշտոնում, թե հրաժարական տալ։ Ես ճիշտ ասած չեմ կարող կարծիք հայտնեմ, կներեք։ Արցախի կորուստը մենակ Նիկոլ Փաշինյանի շնորհքը չի, դա համատեղ մի քանի բարձրաստիճանների շնորհքն է, նախկինների մեղավորությունը կա։ Բայց որպես վարչապետ նկատի ունեմ, ձեզ համար տպավորիչ է, որ շարունակվեցվեն։ Ես այդտեղ ռուսական գործոնը գերակշիռ կհամարեի, Ռուսաստանի աջակցության շնորհիվ մնաց խանդը մեր հանրության ու ազգի։ Դե բան չխոսում, չէ, տպավորիչ չի։ Դե չպետք է մնար ինքը, բայց դե ինչ ասեմ։ Չիմանամ ով կգա։ Եթե Փաշինյանը չմնա, բայց ում եք դուք տեսնում, նախատեսում։ Ես չեմ ասում ում եք տեսնում, ասում տպավորիչ է, որ կորստից հետո մնաց վարչապետ։ Հա, ես ուզում եմ, որ Նիկոլը մնա վարչապետ։ Վատ մարդ չի ինքը, շատ լավ մարդ է։ Այսքան բաներ արեց մեր համար, ինչ վատ։ Ինչ է արել օրինակ։ Օրինակ ինչ վատ բան է արել։ Չէ, դուք ասում եք այսքան բան, ես հարցում եմ։ Հա, դե դուք ասեք վատ է, ես ասեմ լավ է։ Էստոնիայում գտնվող Նիկոլ Փաշինյանի եւ Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միչալի համատեղասուլիսի ժամանակ Փաշինյանին հարց ուղղել ժամանակ էստոնացի լրագրողն ասել է, որ այսօր իրավիճակն այնպիսին է, որ Արցախն այլևս Հայաստանի վերահսկողության ներքո չէ, սակայն Նիկոլ Փաշինյանը շարունակում է ղեկավարել եւ դա տպավորիչ է։ Օրագիր Նյուզի հարգելի հետևորդներ, ձեզ համար տպավորիչ է, որ Արցախի կորստից հետո Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ վարչապետ։ Մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը։